շարունակում ենք եւ հիմա աշխարհի հայեր հաղորդման ենք անդրադառնում շատ արագ եւ պատկերացեք աշխարհի հաղորդում չստացված կադրեր։ Արտո Թուժ Բոյաջյանն է այսօր մեզ մոտ հյուրս էլի, հերսայտող Արտո ջան, ինչպես ես։ Մարդիկ են փուջուր, բայց ջուրը, որ քրում բրում բդուգնեն կեզագեն փա, փացվի շեջ, մադլախի մնով դա ման ներկեպո մգին նման են տերևում ցակին արմադին, ջուրը լաման բահարım բրում։ Այսինքն։ Այսինքն խառն եմ։ Եթերում է աշխարհի հայերը եւ այսօր մեզ մոտ է Ռուսաստանում շատ հայտնի հայկական արմատներ ունեցող երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ Այժմ մենք գտնվում ենք Ռումինիայում մեծարուստ հայերից մեկի Թելման Ներսիսյանի մոտ, ով շտներների ամենամեծ գործանի սեփականատերն է։ Բարև Թելման, պատմիր մեզ քո գործունեությունից։ Պատմում ցավը տանեմ, ուրեմն մենք սվտուզ որ եկանք Ռումինիա, հələ չենք ջոգում, էլի ինչը ոնց անենք, որ տոշն լինի, բայց հետո վսյոտոքի բռնինք էդ երակը, որից բդի սմվենք, էլի բացինք մեր շրտներների զավոդը ու արդեն փողերը մի ուրիշ ձև եկան, բայց երբ որ մենք ուժը մանիկյուրի մեր գործարանը բացինք, այդ վաղտ արդեն ուրիշ ձևի փողեր եկան ջոգում ես ընկեր ջան, խոսքի ու լավերը դրանից սմվան ընկեր ջան։ Իսկ հիմա Թելման նոր գործարաններ կան։ Նոր գործարան, աղբերի մի ուզում եմ այդ ստրինգերի զավոդ բացեմ օբշի։ Մենք այսօր հյուր ենք աշխարհահռչակ տաղանդաշատ մի երգչուհի եւ ամենակարևոր մեր ազգակցուհին է Շերլին Սարգսյան, բարև Շերլին, ինչպես ես։ Շնորհակալություն։ Շերլին ջան, կարելի է քեզ կարճ դիմել, ինչպես բոլորն են դիմում, քեզ դիմում են։ Ես ես բառը չեմ ասի եթերի։ Ինչի ոնց է կանում, չհասկացա, մի հատ վերցնեմ թե բաբու։ Աղվոր է, բայց մի հատ էլ եթե անեք ճիշտ ավելի կստացվի։ Բաբու։ Քանանությունը բարձր։ Աղվոր է, բայց ասիգա ուրիշ բանի համար է, ասիգա ավելի ճիշտ կոնկրետ անցել է։ Մենք այսօր հյուրընկալվել ենք մի շատ հայտնի դերասանի, որ վերջինս պարզվեց, որ հայ է, Ռոբերտ Դե Նիրոս էլի այնակ այսօր, Ռոբերտ ջան, ոնց կրատես բոլինի պատմել։ Ես էլ եմ, Արտեմ ջան, էշացել եմ կոպիտ ասած, որտեվ ասում եմ, ես ինչ լեզվով եմ խոսում, ես ինչ խիակ մերս բուր չպխում, այմ որ հայ մարդն ամեն ինչ ընկավ տեղը, քուրը սաղվամաս բեղերով։ Եվ այսպես շարունակում մեր զրույցը պարոն Սեպուր Փարսավունու հետ։ Պարոն Փարսավունի, դուք դահուկների գործարներ ունեք ամբողջ աշխարհում, ինչպես եք այդպես կարողանում պլանավորել ձեր գրաֆիկը ամեն օր տարբեր քաղաքներ, ամեն օր տարբեր երկրներ, ինչպես եք դուք դա հասցնում։ Կարողանում եմ, բայց Երկանյան ջան, դու ես չէ ամբողջ աշխարհով պատտվում։ Օրինակ Ռուսաստանում ես եղել։ Ну да, я был в Москве, конечно, ёлы-палы. Տես Միացյալ Նահանգներում ես եղել, ճիշտ է։ Yes, I've been to the United States, yeah, I've been there, it was awesome, you know. Տես Չինաստանում ես եղել։ Да, я был в Чингисхане тоже. Այժմ ենք գտնվում ենք Կոլումբիայում եւ հյուրընկալվել ենք մեր հայրենակիցներից մեկին, պարոն Ֆլամանդ Սարգսյանին։ Պարոն Ֆլամանդ, խնդրում եմ պատմեք, թե ինչպես դուք հարստացաք։ Դե ես Կոլումբիայում բացեցի փափուկ կարյաների խաղալիքների գործարան ու պարզվեց, որ Կոլումբիայում այդ լաբն խադավոյ գործ է։ Մտմիշում են գովազդով կվերադառնանք քիչ անց։ Պարոն Ֆլամանդ, ինչ կրյաների փափուկ խաղալիքներ, ինչ եք խոսում։ Ոչ չեմ ասելու կակային եմ ծախում։
Այժմ մենք գտնվում ենք Լոնդոնում մեծարուս հայերից մեկի տանը, պարոն Գրեգորի Փլավինցենս տանը։ Պարոն Գրեգորի, շատ շնորհակալություն այսօրվա համար, որովհետև ես դες բան չէի տեսել։ Այսօր մենք այցելել ենք օպերա, որտեղ հատուկ Գրեգորի համար ներկայացում էր բեմադրված։ Հետո մենք գնացել ենք Որսի, որտեղ Որսում ենք սպիտակ վագրեր իրականում։ Ես դες բան չէի զգացել կյանքում։ Հետո ձեր սեփական Զելֆինարիում ես լողացա Զելֆիների հետ ճոգուր, տենց զգացմունք իրոք տենց բան չկա։ Չեմ ասում էլ Ձիարշավարանը, որտեղ դուք ինձ զինու վիրեցիք, մի խոսքով ժողովուրդ, ճոգում եք ինչ կայֆեր եմ ես անում։ Այժմ ենք գտնում ենք Նաբերեժնի Չիունիու մեր հայրենակցի տանը, պարոն Կարլեն Մարլավյանի տանը։ Պարոն Կարլեն, բոլորս հետաքրքրում թե ինչպես դուք աշխատացիք ձեր առաջին միլիոնը։ Առաջին միլիոնս ես լոտոյով շահամ, երկրորդ միլիոնս կազինոյում դուբլամ կրամ, երրորդ միլիոնս բրատոկներով նայժատարինք մեկի ձեռից խլինք, այս ինչ կեղտոտ բարասի եթերով, գներեք, խլանք ու չորրորդ միլիոնս էլ ազնիվ ձևով փուր եմ դրե աշխատում եմ, հաց եմ թխում մեր ազգի պատիվը բարձր եմ պահում։ Շնորհակալություն, պարոն Երկանյան, եթե խոսք ունեք լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, շատ էր սրտովս էր, մանավանդ մասնավորապես Կիրկորովի այդ սյուժեն, հա, շատ սրտովս էր, շնորհակալ եմ։ Հազիվ թե կարողանամ, բայց կցանկանայի։ Ձեզ ենք շնորհակալ նման հաղորդման համար, ծափարում ենք պարոն Երկանյանին, շնորհակալություն բոլորին, մենք հանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։